Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, իդեպ Տիկին Մինասյան, Հայաստան դաշինքը ոչ միայն չէր դատապարտում Հայաստանի վրա հարձակման փորձերը, ոչ միայն չէր դատապարտում եւ այլ օրինակ թիմակից կորցրեց իրենց թիմակցի պնդմամբ մեծապես այն պատճառով, որ որոշ դեպքերում պսպղուն աչքերով վազում էին ազգային ժողով քաղաքական դիվիդենդ սարքելու համար զինվորի կորուստը կամ Հայաստանի տարածքի վրա հարձակումը, բայց դուք ձեր նախկին թիմակցի հետ շփվեք այդ հարցի հետ կապված։ Սիրելի քաղաքացիներ, այս օրերին ամենաշատը մեզ ինձ գոնե քաղաքացիները, լրագրողներն անգամ այս շենքի մոտենում են ասում են ի՞նչ տարբերություն ձեր եւ ուժեղ Հայաստանի միջև։ Նախընտրական շրջանում ընդամենը 2-3 ամիս առաջ այս ուժը եւ դուք ծայրահեղ հակառակ բևեռներում էիք, որևէ հարցի շուրջ չկար որևէ կոնսենսուս։ Եվ ես իրոք, պարոն Կարապետյան, ուզում եմ հարցնեմ, ասեմ, այդ ոնց դարձաք այդքան քաղաքացիական պայմանագիր կուսակցական, ձեր ուժը ոնց դարձավ։ Հիմա պարզվում է, որ թրիփը ձեր համար ճանապարհ է, Ադրբեջանից բենզինի ներկրումը ողջունելի է, թալանը հետ պետք է բերվի։ Հանրապետականների ժամանակ ասում եք կար համակարգային կոռուպցիա, այո, կային քաղբանտարկյալներ հանրապետականների ժամանակ, այո, այս վերջի 10 օրվա բաներն եմ ասում։ Անգամ բռնել եք Եվրամիության ճանապարհը, հասկանում եք։ Դուք ընդունում եք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Պարոն Կարապետյան, իրականում ո՞րն է մեր ուժերի տարբերությունը։ Որովհետև քաղաքացիներն ասում են մի հարցի շուրջ ենք տեսել տարբեր խոսույթ։ Ձեզ համար կաթողիկոս Գարեգին B, մեզ համար Կտրիչ Ներսիսյան։ Չկա այլ հակադրություն այս օրերին քաղաքացիների աչքերով։ Բայց սիրելի քաղաքացիներ, ուզում եմ ասել, որ իրականում 10 օր առաջվա դրությամբ ոչինչ չի փոխվել իրականության մեջ։ Սամվել Կարապետյանը թրիփի հետ կապված հայտարարում էր, որ արդեն բանակցված, ստորագրված փաստաթղթերը ինքը փոխելու է։ Բառացի է ասել, պարոն Կարապետյան։ Դուք հայտարարում եք, որ արդեն իրագործվող ծրագրի բերելու եք երաշխավորներ, չեք վստահում Միացյալ Նահանգներին, բերելու եք Իրանին, Ռուսաստանի Դաշնությանը, Չինաստանին երաշխավորներ։ Սա նշանակում է թրիփի չեղարկում ախր։ Ախր ուղիղ բառերով չի, դուք չեք կարող ասել ողջունում ենք թրիփը եւ ամեն ինչ անելու ենք, որ իրագործի, բայց իրականում ցանկանալով դա չեղարկել։ Դուք չեք կարող ասել ողջունում ենք ապաշրջափակումը, շատ լավ է, բայց գալ ասել, որ դուք օրինակ այդ դրա այսպես արտահայտության ձև ասեմ, հա, օրինակ բենզինի ներկրում, առևտուր, հա, տարանցիկ որպես երկիր ապաշրջափակում եւ այլն, այդ դրվագները գաք ասեք, որ դուք միանալու եք օրինակ ադրբեջանական բենզինի բոյկոտողներին։ Չի կարող տենց բան լինել։ Դա նշանակում է դուք չեք ողջունում այդ ապաշրջափակումը եւ չեք ուզում, որ դառնա կոմունիկացիոն այդ հաբի վերածվի Հայաստանի Հանրապետությունը։ Կամ որ ասում եք թալանը կողմենք, որ հետ բերվի։ Ախր այդ թալանը, այստեղ նստած հանրապետականները, օրինակ Սերժ Սարգսյանին ասել եք, որ ինքը թալան չի է, այդ թալանը պետք է հետ բերվի։ Ուզում եք թալանը հետ բերվի։ Գնացեք, ասեք, հարգելի գործընկերներ, բերեք, հետվեք այդ թալանը եւ հաշտություն կնքեք պետության հետ։ Չեք անում, չէ, ուղղակի հայտարարում եք։ Այսինքն դուք կողմ չեք թալանը հետ բերելուն։ Կամ ասել, որ հանրապետականների ժամանակ վատ էր, կար համակարգային կոռուպցիա, կային քաղբանտարկյալներ, բայց ասել, որ դուք հպարտորեն կրում եք ձեր հոր ժառանգությունը, չի չափվում։ Այդ փողը թարգեք։ Հեչ ընկալելի չի ժողովրդի կողմից։ Բայց կուզեի մի քիչ ցեղասպանությունից էլ խոսել, բայց քանի որ այս ուժին չէր վերաբերվում այսօր ելույթս, թող մնա հաջորդիվ։ Ուզում եմ ասել, որ մենք մեր ժողովրդին խոստացել ենք հեղափոխություն 2, որը կիսատ է մնացել 2020 թվականի տարբեր իրադարձությունների բերումով։ Մենք խոստացել ենք ու մենք ավարտին ենք հասցնելու հեղափոխությունը, բայց մի տարբերությամբ։ Այն մարդիկ, որոնք չեն օգտվել մեր մեկնած ձեռքից եւ հեղափոխությունից, նրանց հանդեպ նույն վերաբերմունքը չի լինելու։ Բոլորը պատասխան են տալու, մեր բոլոր խոստումները հեղափոխության առաջին օրվանից մենք ի կատար ենք ածելու։ Ու ինչպես մնացած հարցերում այս հարցում եւս միգուցե դուրս գաք ու դուք էլ միանաք, որովհետեւ ձեր որոշ թեզեր 10 օրվա ընթացքում համընկել են մեր հեղափոխության թեզերին, բայց էլի հանգիստ եղեք։ Մենք չունենք PR-շիկներ, բայց մենք ինքնուրույն քաղաքական ենք եւ մենք դուրս կգանք, կգտնենք ու ձեզ էլի հասարակությանը ցույց կտանք, որ միայն գեղեցիկ խոսքերով չէ։ Շնորհակալություն։